ինձ արվել այս գեղեցկու կնոջ տանջում եք, ինչի համար ես չեմ հասկանում, նաև խոսքս վերաբերում է թե լրագրողներին, թե իմ պաշտպաններին, ինչ եք ուզում պարզել, ես չեմ հասկանում, որ Հայաստանի Հանրապետությունը կա դա փաստ է, որ բյուրական համայնքը կա, որ դա փաստ է, որ այնտեղ առանձնատուն կա կառուցված դա փաստ է, դրած է այնտեղ, որ այդ առանձնատունը իմ տղաների անունով է եւ նրանց համար է դա փաստ է, որ իմ տղաները զբաղվել են բիզնեսով դա փաստ է եւ եկամուտ է ունեցել, այդ եկամուտի հիման վրա այդ առանձնատունը կառուցվել է դա փաստ է, իմ տղաները ցույց տվեց այդ մասին։ Մի հարց կա, որ պետք է դուք պարզեք, պարզ ցույց տվեց, շատ պարզ։ Աղբան Հովսեփյանը կառուցություն ունեմ, վկայի հարցակնության ընթացքում Արվին դատարան խոսքը վերաբերում է վկայի ցուցմունքների բովանդակությանը, որքանով անդամների կոնկրետ վերաբերելի ցուցմունքներին վերաբերելի հարցակնություններ են չեսվել, վկան թող հարցակնությունն ավարտի եւ լսենք այդ հայտարարությունը։ Աղբան Հովսեփյանը 50 տարի աշխատել է իր ավարտարանում, այս քննիչից մինչև բոլոր պաշտոններ եւ բազում անգամներ դատարանի մեղադրանք, կա պաշտպանել ավելի բան գործել։ Կա ապացուցողական նշանակություն ունեցող հանգամանք, որի շուրջ պետք է վկային հարցակնես եւ կենտրոնացնել։ Ինչ եք տանջում ես մոտ, բոլորիդ հարցս վերաբերում։ Մի հարց կա, որ պետք է պարզեք, Աղբան Հովսեփյանը ինչ առնչություն ունի այն բիզնեսների հետ, որ իրենց տղան է զբաղվել։ Պարզ բացատրեց, Աղբան Հովսեփյանին ոչ ճանաչում է, ոչ տեսել է արդյոք, որ կառավարմանը մասնակցել է այդ բիզնեսին։ Ահագին տաղիներ ընդեղ եղել այդ բիզնեսի կենտրոնում, որպես մենեջեր։ Եթե Աղբան Հովսեփյանը մազաչափ մասնակցություն ունենար այդ բիզնեսի կառավարմանը, վկան կիմանար այդ մասին։ Դրա մասին է։ Թե չէ բյուրականն էլ կա, առանձնատունն էլ կա, այդ բիզնեսներն էլ կան, իմ տղաներն էլ կան, իմ տղաների անունը չկա այդ գործի մեջ, այդ հարցակնության։ Աղբան Հովսեփյան, ամենեջի վրա 30 անգամ Աղբան Հովսեփյան, բայց որ Աղբան Հովսեփյանն ունի գիտությունների տեխնացու տղան Արեգ Հովսեփյան չկա, որ Աղբան Հովսեփյանն ունի Միսակ Հովսեփյան տղա, որ զբաղվել են այդ բիզնեսով եւ բազում ուրիշ բիզնեսներով, այդ մասին չկա, հարգելի դատարան, կներեք երկարացնելու համար, ես ուղղակի ուզում եմ, որ կոնկրետ ունի, ինչ ենք ուզում պարզեմ, այսքան ժամանակ, խնդրում եմ պատասխանեք, հիմա հարց են տալիս, Աղբան Հովսեփյանն է, այդ բիզնեսներին, որի մեջ դուք աշխատել եք, որևէ առնչություն ունեցել է, կառավարմանը, հսկողությանը, որևէ դեպք, կամ որևէ նշույլ անգամ բառով կարող եք հիշատակել, որ Աղբան Հովսեփյանը առնչություն ունեցել։ Խոսքս չի վերաբերվում տղաները եւ թղթերով, եւ փաստաթղթերով, եւ գործունեությամբ առնչվել են իհարկե։ Եվ իրենք իրոք մինչև հիմա տված բիզնեսով են զբաղվում։ Աղբան Հովսեփյանը նորից եմ ասում, ես եմ Աղբան Հովսեփյանը, որ այդքան ասում, որ ինչ եք էլ տեսել երևի։ Հեռուստացույց։ Որևէ հարցնում կոնկրետ առնչություն ունեցել այդ բիզնեսներին, կառավարմանը, հսկողությանը, հաշվետվություններին եւ այլն։ Ոչ, հաշվետվություններ չեմ հիշում ես նման բաներ։ Ես ճիշտ ասած կներեք, ձեզ մեր օֆիսում ոչ տեսել եմ, ոչ հեռախոսի եմ պատասխանել, ինչ որ չեմ, ձեր այն ինչ որ լսել եմ Արշավի Սարգսյանից, միայն դա է եղել։ Ինչ է։ Ինչ որ քննիչի մոտ ասվել է։ Ինչ։ Այսինքն Աղբան Հովսեփյանը թե տղաները։ Տղաներ չեմ հիշում, այնտեղ ինչ է գրված, ես կոնկրետ չեմ հիշում ինչ է։ Հիմա հիշեք, ասեք, Աղբան Հովսեփյանը թե տղաները։ Ըստ Արշավի Սարգսյանի ինչ։ Ըստ Արշավի։ Իսկ դուք ասեք։ տեսել եք իմ տղաներին, որոնք մասնակցել են, հետո Միսակն է ինքը դարձել այդ Զանգեզուրի։ Հա, դե ես ասեցի վերջի տարիներին Միսակը հա օֆիս եկել է, դուրս է եկել, այո։ Հիմա Միսակը թե Աղբան Հովսեփյանն է։ Միսակը բնական է, դուք ոչ հայ։ Դրա մասին է խոսքը։ Իմ տղաների զբաղվելու